Ազատության տեղեկություններով Եվրամիությունը 5 տարի առաջ Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը, մոտ 300,000 եվրոն հետ գանձելու պահանջ է ներկայացրել իր հետ կնքած պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի համար։ Դեռ 2 շաբաթ առաջ համայնքապետարան հարցում էինք ուղարկել, արդյոք պատրաստվում են վերադարձնել Եվրամիության պահանջած գումարը եւ ինչ միջոցներից կարվի հետգանձումը։ Արդյոք տեղական բյուջեից թե պաշտոնյաների անձնական գրպաններից կվերադարձվի անարդարացի ծախսերի պատճառով առաջացած պարտքը։ Քաղաքապետարանից չեն հերքել, որ կա այդպիսի պահանջ, բայց 1 ամիս հավելյալ ժամանակ են խնդրել հարցերին պատասխանելու համար։ Տեղեկացնում ենք, որ ներկայացված հարցի ուսումնասիրման եւ համապատասխան գործընթացների ամբողջական իրականացման նպատակով ձեր հարցմանը կպատասխանվի 30-օրյա ժամկետում։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 2021-ից Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին 4 միլիոն եվրո նվեր էր տվել Հայաստանի 2-րդ ու 3-րդ քաղաքներում Գյումրիում ու Վանաձորում նոր էկոլոգիապես մաքուր տրանսպորտ եւ փողոցները մաքրելու ավելի հարմարավետ սարքեր ունենալու, աղբի վերամշակման հոսքագծեր եւ տեղեկատվական թվային համակարգ ստեղծելու, նաեւ ուսուցման ծրագրեր կազմակերպելու համար։ 5 տարի է անցել, Գյումրիում այդպես էլ խոստացված 5 էլեկտրական ավտոբուսները չեն գործարկվել։ Վերամշակման հաստոցները, որոնք օրական 1 տոննայից ավելի շինարարական սալիկ կարող են արտադրել, պահեսներում են անգործ։ Մյուս բաղադրիչների ճակատագիրն անհայտ է։ Վանաձորում ավտոբուսները ուշացումով, բայց երթուղի դուրս եկան։ Չնայած այս ամենին ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին դեռ 1 տարի առաջ պնդում էր, թե ամեն ինչ հաջողությամբ ավարտվել է։ Չնայած այդ բոլոր խոչընդոտներին, ի վերջո ծրագիրը կայացավ։ Լափաուրին բացառել էր որևէ շեղում Եվրամիության կանոններից, վստահեցնելով, որ միջազգային կառույցներն իրենց գործունեությունը դիտարկել են խոշորացույցով։ Որևէ խնդիր մենք ծրագրի ընթացքում չենք ունեցել, որևէ խնդիր, որովհետև մենք չի հայտնաբերել, որևէ չի կարող հայտնաբերել։ Այդ դեպքում ինչու է Եվրամիությունը գումարի 7.5%-ը ետ գանձելու պահանջ ներկայացրել։ Ազատության տեղեկություններով կասկածի տակ է աշխատակիցների ընտրության թափանցիկությունը։ Ինչպես է ստացվել, որ ծրագրի 8 աշխատակիցների կեսը համայնքապետարանի պաշտոնյաների կանայք ու դուստրերն են։ Ինչու են մրցույթներում հաղթել հենց նրանք կամ ինչու է յուրաքանչյուր աշխատանքի համար ընդամենը 1 դիմորդ եղել։ Ծրագրի ղեկավարը պնդել էր, թե տեղյակ չի եղել, որ իր թիմակիցները պաշտոնյաների հարազատներն են։ Ես չգիտեմ, ասենք իրավական առումով, թե նաև ընդհանրապես, իրենց ոնց ասեմ, ընտանեկան, այսպես ասած, ներքին խոհանոց ես չեմ մտնում, ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ով ում ամուսինն է, անկեղծ։ Կասկածելի են նաև խոշոր գնումները։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ավելի վաղ նկատել էր, միջազգային հեղինակավոր ընկերությունները ծրագրին չեն մասնակցել, քանի որ հայտարարությունները տեղադրվել են բացառապես հայալեզու կայքերում, դառնալով անհասանելի արտասահմանյան կազմակերպությունների համար։ Կոնկրետ itender.am հայկական կայք է, որը չի կարող նաև համարվել միջազգային դույա, ու այստեղ հարց է առաջանում, թե ենթադրենք վրացի կամ այլ ազգի ներկայացուցիչները ոնց են մտնում, մուտք գործում եւ գտնում ինչ-որ ինֆորմացիա կամ մասնակցում այդ տենդերներին։ Դեռ անցած տարեվերջին Լոռու նախկին մարզպետ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը Վանաձորի Լոռի հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր Եվրամիության այս թանկարժեք ծրագրին ու հայտարարել, թե իրավապահները քննություն են սկսել։ Ես մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ համապատասխան մարմինները, հակակոռուպցիոն մարմինը դրանով զբաղվում է, եւ սա նույնպես իրավական խնդիր է եւ Ձեր պաշտոնավարման ժամանակ դուք տեղյակ էիք այս չարաշահումների մասին, շահերի բախման մասին։ Իհարկե տարբեր խոսակցություններ եղել են, ես ուսումնասիրել եմ, բայց սա նորից եմ ասում, սա ոչ թե քաղաքական խնդիր է, սա իրավական խնդիր է։ Դատախազությունը դեռ չի հաստատում այս տեղեկությունը, քաղաքապետարանն ու ծրագրի ղեկավարը լռում են։ Նատալիա Լափաուրին այսօր այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Պաշտոնյաների ծրագրի ղեկավարների լռության պայմաններում անհասկանալի է, ով է վճարելու փաստացի կիսատ պրատարված ծրագրի ու խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունելու գինը։